Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Վարդանյան, Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով, նրա թիմակիցները, մասնավորապես Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ ազգային բարերարը հիմա քաղբանտարկյալ է դարձել եւ այս պահով իշխանությունը կարծես թե փորձում է նրան անազատության մեջ պահել, որովհետև նա աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն։ Եվ ինչ պիտի մեկնաբանեմ ես։ Դուք կարծում եք, որ մենք հիմա ունենք քաղբանտարկյալներ եւ կարծում եք, որ Սամվել Կարապետյանը ազգային բարերար է, որը քաղբանտարկյալ է հիմա։ Սկսեմ այդ ազգային բարերար, այսպես ասած, արտահայտությունից, հա, որ մենք շատ սիրում ենք որևէ մեկին ասել ազգային բարերար, նախ ես չեմ կարծում, որ այդ խմբավորումները, մեկը ազգային բարերար է, մյուսը բժիշկ է, մյուսը, չգիտեմ, մայր է, չի կարելի մարդկանց դատել ըստ դրա։ Հայաստանի Հանրապետությունում օրենքը գործում է բոլորի համար եւ բոլորն են օրենքի առջեւ հավասար։ Հետեւաբար, այո, ամեն մեկս էլ յուրովի ինչ որ մի բան մեզանից ներկայացնում ենք եւ գուցե շատ լավն ենք մենք մեր օրինակ ես իմ երեխայի համար կարող լավ մայր եմ, մեկը ինչ որ մի հիվանդի համար լավ բժիշկ է եւ այս բանով այս տրամաբանությամբ ես չեմ հասկանում։ Այդ դեպքում բոլորս պետք է բանանենք, խուսափենք օրենքից, հա, եւ բնականաբար այդ որպես քաղբանտարկյալ պիտակավորումը պետք է լիներ, ինչը սпасելի է, բայց եթե ես չեմ սխալվում, այնտեղ բացի ես չգիտեմ փողերի լվացմամբ զբաղվող, որտեղ մեղադրանքը այդպեսին է, ինքս չեմ ուզում խախտել մարդու անմեղության կանխավարկածը, բայց այսինքն մեղադրանքը այդպեսին է եւ կարծում եմ սա իրավապահների դաշտում է եւ ոչ միայն այդպեսին է, նաեւ իր հայտարարությունը, եթե չեմ սխալվում, պետք է քննվի եւ այս ամենը իրավական դաշտում է եւ կթողնեմ ես իրավապահներին։ Իսկ մեկնաբանությունը թե ինչպեսին պիտի տար, այդ մեկնաբանությունը ինչ որ պիտի տար, բնականաբար սпасելի էր։ Այդ դեպքում հոգեվորականների կալանավորումը ինչպես կմեկնաբանեք, որովհետեւ նույն Սամվել Կարապետյանի թիմակիցները հայտարարում են, որ սա արշավ է եկեղեցու դեմ, նրան աջակցող Սամվել Կարապետյանին հենց դրա համար են կալանավորել եւ պատրաստվում են ինչպես իրենք են ձևակերպում հուժկու հանրահավաքի։ Արշավը եկեղեցու դեմ կազմակերպել են այն հոգևորականները, ովքեր մեր եկեղեցու կանոնագիրքը խախտել են, այդ արշավ է եկեղեցու դեմ։ Երբ մենք լսել ենք, որ որոշ հոգևորականներ, օրինակ, ինչ որ ապօրինի հարստացել են, որոշ հոգևորականներ խախտել են իրենց երթումը, որը տալիս են, այսինքն այդ արշավ է եկեղեցու դեմ։ Իսկ այն ինչ կատարվել է եւ երեք եթե չեմ սխալվում, դա իմ այսինքն այնքանով ինչքանով լրահոսից ծանոթացել եմ, հասարակական կազմակերպությունը հոգևորականի խոսքի հիման վրա ներկայացրել է հայց է ներկայացրել, հաղորդում է տվել հանցագործության մասին եւ իրավապահները ըստ այդ այսինքն հանրակական կազմակերպության տեղեկատվության ինչ որ գործընթաց են սկսել։ Հիմա եթե այդտեղ հոգևորականներ են այդ արարքը անողը, այսինքն մենք ասենք, որ դա արշավ է եկեղեցու դեմ, իսկ եթե բժիշկները լինեին արշավ առողջապահության դեմ պիտի լիներ, դա այդ ինչ բան է, էլի եմ ասում, էլի մենք ինչ որ մարդկանց ինչ որ փորձում ենք ինչ որ դասերի բաժանել եւ ասել, որ որոշներից ավելի բարձր են կամ անձեռնմխելի, ոչ։ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առջև հավասար են բոլորը։ Տեսեք, որովհետև այստեղ մենք պետք է նաև տարանջատենք եկեղեցի եւ ինչպես դուք եք շատ դուք կամ ձեր թիմակիցներն են ասում, որ հոգեվորականներ, որոնք ապօրինի հարստացել են, այսինքն մենք չպետք է այդ ամբողջը նաև այստեղ խնդիր ունենք, չէ՞, ճիշտ իրազեկման ասոցացնենք տվյալ հոգեվորականին եկեղեցու հետ։ Դե էդ էլ իր հերթին ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում, այսինքն այդ լռելիային տանել բոլոր այդ ինֆորմացիաները, որոնք եւ ընդունել դայի գիտություն ուղղակի եւ այդպես դրանով էլ ապրել, այո, խոսակցություններ եղել են եւ նոր չի եղել եւ եթե նույնիսկ գործընկերներիցս մեկը
մի ոզնիներից մանրապատում էր կիսվել սոցցանցում, որը այդ որ 90-ականներն էր, եթե չեմ սխալվում, հա, որտեղ էլի հոգևորականի մասով, այսինքն հումորային մի հատ մանրապատում էր, որտեղ ներկայացվում էր հոգևորականի ոչ մեր համար ընդունելի տեսակը, բայց այս ամեն ինչը արդյունք է այդ հենց ոչ իրական Հայաստանում, ոչ իրական արժեքների վրա հենվելով եւ ոչ իրական շահեր հետապնդելով այս ամեն ինչը դրա արդյունք է, այս ապրելու ձևի եւ հիմա ամեն ինչ բնականաբար փորձում ենք փոխել եւ ժողովրդի պահանջն է դա փոխել եւ իրականության դաշտ գալ։ Ինչ ասել է արժեքներ իրական Հայաստանում Տիկին Վարդանյան, այսինքն ինչ ենք ուզում փոխել, ինչ է ուզում փոխել իշխանությունը։ Մենք ուզում ենք գնահատել ապրող մարդուն եւ մարդը իր կյանքի ընթացքում կարողանա վայելել իր բարեկեցիկ կյանքը։ Ինքը խաղաղ պիտի լինի, համոզված պիտի լինի, որ իր երեխան ապրում է անվտանգ եւ իր մտահոգությունները պետք է լինեն իր այսօրվա մասին։ Ես կարծում եմ սա է իրականությունը, այսինքն իրականությունը նաև այն է, որ մենք հասկանանք երբեմն մեր պատկերացումները Հայաստանի Հանրապետության մասին, այսինքն մենք իրենց սահմանափակել ենք տարիներ շարունակ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դիտարկվել է փոքր տարածաշրջանում եւ կարծես նույնիսկ արգելված է եղել Հայաստան որպես աշխարհի մաս տեսնել։ Մենք անդադ Հայաստան դիտարկել ենք որպես այս մի կողքից Ադրբեջանն է, այնտեղ Իրանն է, այնտեղ Թուրքիան է, այնտեղ Վրաստանն է, մի հատ է Ռուսաստան։ Այս կոնտեքստում ենք դիտարկել մեր պետությունը։ Այնինչ մեր պետությունը աշխարհի մի մաս է կազմում, ոչ թե միայն փոքր, այո, նաև փոքր իր տարածաշրջանի։ Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն հարատևություն ապահովելու համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա խաղաղություն, ունենա խաղաղ համակեցություն իր հարևանների հետ եւ դրանով իսկ այսա իրականությունն է եւ անիմաստ պաթոսախեղտ ինչ որ բաներով արժեքներով պետք չի սնուցել ժողովրդին։ Ձեր անդիմախոսները խաղաղություն չեն ուզում Տիկին Վարդանյանը։ Ոչ։ Այդ դեպքում տեսեք, ես ներկայացնեմ վերջերս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից մի հատված, որ անդրադարձավ Վաշինգտոնյան փաստաթղթին։ Ինչ են ստացել կողմերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից։ Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Հայաստան իրան սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն, Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով։ Իսկ ինչ է ստացել Հայաստանը՝ 0 միայն խնդիրներ։ Դե ես ճիշտն ասած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ասուլիսի միայն ներածական մասը դիտեցի, որովհետև մնացած մասով չեմ կարծում, որ որևէ նոր միտք է ձևավորել իր գլուխը, հետևաբար պետք է ասեմ, որ այստեղ Ռոբերտ Քոչարյանը բաց է թողել օրինակ խաղաղության հանգամանքը, բաց է թողել ապաշրջափակման հանգամանքը եւ այո, այդ ներածական մասից կարող եմ նաեւ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ներածական մի հատ մեծ մաս նվիրված էր, որ վայ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր շահն է հետապնդում եւ դա որպես ինչ որ վախեցնող կամ ինչ որ, չգիտեմ, սարսափազդու բան էր որպես ներկայացվում։ Սա ուղղակի աբսուրդ է, ես ուզում եմ ասել տավարիշի, իսկ երբ Ռուսաստանը ինչ որ մի բան անում է, դա իր շահը չի հետապնդում կամ երբ որևէ այլ գերտերություն եւ սա բնական բան է, այո, մեր շահերը մենք պետք է համընկնեն օրինակ որևէ այլ պետության շահերի հետ եւ մենք կարողանանք այդ համընկնող շահերի շրջանակում կառուցել այն, ինչ մենք ենք ուզում։ Այս սրա մասին է խոսքը։ Իսկ մնացած մասով ինչ ասեմ, ավելին ասեմ, ինչի եմ ասում, որ խաղաղության մասով կարծում եմ, որ մեր ընդդիմադիր դաշտը կամ ընդդիմախոսները չեն ուզում, որովհետեւ այդտեղ նաև Ռոբերտ Քոչարյանը անդրադարձանում ասում է, այ ես կառաջարկեի այնպիսի մի բան, եւ այնտեղ երկար բարակ ցույց է տալիս չնայած իր առաջարկը այսպես թե այնպես ապաշրջափակման արդյունքում Հայաստանը ստանում է, բայց ոչինչ, ինքը ուզում է ցույց տալ, որ այ եթե ինքը կառաջարկեր եւ նոր կստանար, ասում է, բայց ես կառաջարկեի այնպիսի մի բան, ասում է, որին
Ալիևը ստիպված պիտի լիներ ասում կամ մերժել կամ հետաձգել, այսինքն իր ողջ տրամաբանությունը այն մասին է, որ մենք թողնենք էլի Հայաստանը ինչ որ մի հատ sense կռվախնձորի կարգավիճակում, արդեն Հայաստանը թողնենք այդ կարգավիճակում եւ այո, ինչու ոչ, շատ հեշտ մանիպուլյացիաների ենթարկվող քվազի պետություն ինչ որ լինի։ Ավելին ասեմ, ես կարծում եմ, այս ամբողջ խոսակցությունը ինչ որ խոսակցությունը մեծ առումով, որը ծավալվում է անկախության շուրջ։ Մենք կլինենք անկախ պետություն, թե չենք լինի։ Ովքեր են ծավալում, այսինքն իշխանության գլխավոր խնդիրը հենց այդ է, որ մենք ունենանք անկախություն, Մեր անկախությունը ամրապնդելն է, մեր հիմնական նպատակը իմ գնահատմամբ մեր անկախությունը ամրապնդելն է, որ մենք լինենք խոսող կողմ, մենք լինենք սեղանի շուրջ, մենք չլինենք սեղանի վրա, մենք մեր ունեցածը գնահատենք եւ իշահ մեր պետության օգտագործենք։ Անդիմությունը նույն Ռոբերտ Քոչարյանի թիմը անկախություն եւ խաղաղություն չի ուզում։ Չեմ կարծում։ Որովհետեւ դուք մի գրառում եք արել, որ այս ամենից հետո զարմանում են, երբ ասվում է, որ նրանք Քոչարյանի եւ թիմը խաղաղություն չեն ուզում։ Իրականում նրանք ձգտում են պահել Հայաստանը որպես ֆորպոստ, որպեսզի ծառայեն եւ ծառայեցնեն։ Այո, ես հենց այդպես էլ մտածում եմ այդ թիմի մասին, որովհետեւ մեր անկախության օրինակ հենասյուներից մեկը ժողովրդավարությունն է եւ ակնհայտ է, որ մեր ժողովրդավարությունը այդ ուժի կողմից բազմիցս հարձակման է ենթարկվել։ Ես խոսում եմ արդեն հեղափոխությունից հետո, մինչև հեղափոխությունը ուղղակի խեղդել են ժողովրդավարությունը, իսկ հիմա փորձում են հարձակվել ժողովրդավարության վրա, դա հենասյուներից մեկն է։ Ժողովրդին անդադար պահել սպառնալիքի տակ այդ մտայնությամբ պահել ժողովրդին, որպեսզի բացատրել, թե ինչու պետք է օրինակ ժողովուրդը ապրի, չգիտեմ, այսպես կամ այնպես եւ ինչու պետք է օրինակ պարտքի դիմաց այս գույքը տրվի այս գերտերությանը, որ դա բանա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Ես ուզում եմ հարցնել, բոլոր այն արարքները, որոնք արվել են, Հայաստանի Հանրապետության շահերից են բխել։ Երբ մարտի 1-ին քաղաքացիներին գնդակահարում էին փողոցներում, դա Հայաստանի Հանրապետության շահն էր, ինչ դարավ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը աշխարհում միջազգային գործընկերների աչքին, մի հատ այդ բանի, ես չեմ ուզում էմոցիոնալ գնահատական չեմ տալիս, չեմ ասում, այո, մարդիկ են զոհվել են։ Հələ մի կողմ դնենք դա, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իր վարկանիշը ինչպիսին դարձավ, երբ միջազգային օրինակ մեր հանրության աչքերում, երբ իր քաղաքացուն, իր մայրաքաղաքի մեջտեղում ընտրությունների ժամանակ օրինակ գնդակահարում են։ Դա Հայաստանի Հանրապետության շահերից էր բխում։ Տիկին Վարդանյան, այդուամենայնիվ պաթոսային հարց չեմ տալիս, բայց ինչպես կարող է Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չուզենալ Հայաստանի Հանրապետության անկախություն եւ չուզենա, որ երկրում լինի խաղաղություն։ Այդ դեպքում ինչ ուզել, այլընտրանքը որն է։ Ձևակերպումը, երբ ասում եք չուզենա, ինքը այլընտրանք չունի, ինքը ունի հետեւյալ ընտրությունը։ Եթե ինքը պիտի հավակնի իշխանություն գալուն, իսկ ինքը հավակնում է իշխանություն գալուն, ապա պայմանը պետքա լինի նա, որ ինքը պետքա ծառայի։ Այլ տարբերակ չկա։ Ինքը իր ուժերով, որպես քաղաքական գործիչ, ոչ մի քաղաքական միտք չի գեներացնում։ Հետևաբար ակնհայտ է, որ ժողովուրդը քաղաքական միտք պիտի լսի, այսինքն ինչ այլընտրանք է ինքը բանանում, ինչ է առաջարկում։ Այսքան ժամանակ ես ուզում եմ լսել, ինչ այլընտրանք են առաջարկել ընդդիմախոսները, ընդդիմադիրները։ Ես լսել եմ, Արման Թաթոյանը հայտնվել հիմա, ասում է, պետքա ուղղակի մեջ բերեմ, էլի այդ աբսուրդ սենց բան էր մի հատ ելույթից մի մաս էր, ասում է, մենք պետք է ցույց տանք, որ մենք ինքնուրույն ուժ ենք, մենք ինքնուրույն խոսք ունենք, այսինքն ինքը կասկածում է, որ ինքնուրույն ունի, դա պետքա դեռ ցույց տալ, ասում է, մենք պետքա ցույց տանք, որ մենք ինքնուրույն ենք, ինքնուրույն եւ այլն, եւ ասում է, այսպիսի կարեւոր հիմնախնդիրներով, ասում է, մենք, հա, ասում է, մենք հավակնում ենք իշխանության, ես հավակնում եմ լինել վարչապետ, ասում է, այսպիսի կարեւոր, ասում է, հիմնախնդիրների լուծմամբ մենք կգանք իշխանության։ Ինչ հիմնախնդիր ասեց, ինչի մասին էր, բացի նրանից, որ ինքը ուղղակի ինքնուրույն է։ Ես շնորհավորում եմ, որ այս հասուն տարիքում մարդը գիտակցել է, որ փաստորեն կարելի է եւ ինքնուրույն լինել։ Դուք կարծում եք, որ տեսեք, որովհետև ձեր ընդդիմախոսները ասում են, որ իշխանության համար դժվար է լինելու 2026 թվականի ընտրությունը, որովհետև վերընտրվելու շանսերը քիչ են, իսկ դուք կարծում եք, որ
անդիմությունը ինչպես արեց Գյումրիի դեպքում, այս դեպքում եւս վերջում կարող է միավորվել ընդդեմ իշխանության։ Միանշանակ։ Ես դա տեսնում եմ հենց հիմիկվանից։ Արման Թաթոյան, չգիտեմ ինչ, sense փոքրիկ ինչ որ բաներ են, Արտուր Բաղդասարյաններ են ծնվում, հա, տարբեր ուժերի տեսքով, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի թիմը, որովհետև չեն կարողանում ինչ որ որևէ լիդեր անուն տալ, եւ ասում են թիմը, ինչ թիմի մասին է խոսքը, դա էլ է անհասկանալի, այսինքն ինչ որ մի տղա է, որը քաղաքական խոսք չունի, Նարեկ Կարապետյանը քաղաքական խոսք չունի եւ քաղաքական միտք նույնպես չի ձևավորում, հետեւաբար շատ ցավալի է իհարկե որ մեր քաղաքական դաշտում այսպիսի սնանկություն է, հա, քաղաքական մտքի, այսինքն միակ օրակարգը, որը ձևավորվել է եւ հստակ է, դա ձևավորել է մեր քաղաքական թիմը։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Եվ այո, կարծում եմ, որ այդպես մանր կհավաքեն իրար, այսպես դրա համար էր երևի Թաթոյան նշում, որ ինքը ինքնուրույն է։ Սկզբանե ուզում ասի, հանկարծ չմտածեք, հետո մաս եմ կազմելու, բայց կազմելու է։ Այդ դեպքում ինչպես է գնահատում իշխանության շանսերը։ Ես իշխանության շանսերը այս պահին մասնավորապես, այսինքն մեր օրակարգը չի ծնվել sense օդից չի ծնվել, Մարսից չի եկել խաղաղության օրակարգը։ Խաղաղության օրակարգը դա ժողովրդի մեջ ծնված եւ փայփայած օրակարգ է, որը որ կարելի ասել մեզ հասու է դարձել, որ սա առաջնային օրակարգ է եւ մենք պատրաստ ենք այդ օրակարգին ծառայել, այդ օրակարգը առաջ մղել։ Էսա ամբողջ միտքը եւ բնականաբար այս մասին պիտի խոսակցություն լինի ժողովրդի հետ, պիտի մենք անդադար, ինչպես եւ խոսել ենք մինչ այժմ, շարունակենք խոսել ժողովրդի հետ։ Եվ կարծում եմ ժողովուրդը կտա իր գնահատականը։ Բայց հեշտ է լինելու մանավանդ երբ դուք ասացիք այսպես ստեղծվում են փոքր Արթուր Բաղդասարյաններ, երբ այդ փոքր Արթուր Բաղդասարյանները միավորվեն մեկ ուժի դեմ։ Գիտեք, հեշտ է լինելու, հեշտ երբեք էլ չի եղել 2021-ը ձեզ օրինակ 2021-ի ընտրություններն էլ արտահերտ բավականին բարդ իրավիճակում են, շատ ծանր օրերում են եղել այդ ընտրությունները եւ բնականաբար այդ ժամանակ էլ ավելի դժվար էր պայքարել կարելի ասել այդ ծառայողների բանակի դեմ, որովհետեւ մի կողմից պատերազմը նոր անցած եւ այդ արհավիրքի մեջով անցած ժողովուրդը բնականաբար շատ ապատիկ տրամադրության եւ ոչ լավատես տրամադրության մեջ էր, բայց ժողովրդի իմաստնությունը պահել իշխանությունը իր ձեռքերում, դա կարելի ասել են ամենակարևոր ուժն է եղել, որը մեզ տվել է այդ վստահությունը գնալ եւ պայքարել դրա համար։ Էսա ամբողջ բանը եղել եւ հիմա կարծում եմ այդ զգոնությունը պետք է շարունակ ժողովուրդը էլի պահի այդ զգոնությունը, որ որևէ կերպ, որևէ մեկը չկարողանա իշխանությունը զավթել կրկին անգամ։ Տիկին Վարդանյան, դուք շեշտում եք ծառայողներ, այսինքն դուք կարծում եք, որ այդ ուժերը ծառայում են Մոսկվային։ Ես կարծում եմ, որ այո, այդ ուժեր կան, որոնք որ եթե ես դες ասեմ, դուք եթե նայեք մարդկանց քաղաքական, այսպես ասած, գնահատականները, իրանց ասելիքը եւ արարքները, ակնհայտ կլինի, որ այդ մարդիկ զուգահեռաբար որպես խոսափող, ասենք մոտավոր Մարգարիտա Սիմոնյանը մի քիչ այլ բաներով դիմագծերով, բայց այդ նույն խոսքի, նույն բնդքի տեր արտահայտություններն են, ինչ կարող եմ ասել։ Բայց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց վերջերս, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է եւ պատմությամբ հաստատված իրողություն։ Ես պատմությամբ հաստատված իրողության մասով չեմ կարող վիճել, որ ինչ որ մի բան երբևէ պատմությամբ հաստատվել է, պատմությամբ շատ բաներ են հաստատվել, իսկ անհրաժեշտությունը իսկ ով է Ռուսաստանին ինչ որ դուրս մղել ինչ որ տեղից կամ եւ այլն, այսինքն ինչ փոքրիկ Հայաստանը ինչ որ մեծ գերտերության ինչ որ բան անում, ինչն է խնդիրը։ Իրանցով են ուզում ապահովել որևէ գերտերության ներկայություն։ Ես դա եմ ուզում, հարցս հետեւյալն է։ Շատ լավ, ենթարենք դու ինչ որ հայտարարություն ես անում Ռուսաստանի ներկայության մասին եւ ասում ես, որ անհրաժեշտություն է իր ներկայությունը։ Ինչպես ես ուզում դա ապահովել քեզանով, քո պետությամբ, քո անկախությամբ, որն է ճանապարհը ապահովելու դա։ Այսինքն դու պատրաստ ես զիջել քո անկախության եւ սուվերենության մաս ապահովելու
ում շահն ես հետապնդում այդ ժամանակ։ Եվ այս դեպքում կարծում եք, որ նախկին նախագահները Ռուսաստանի շահն են հետապնդում։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր հեղափոխությունից հետո բավականին լայն թափով լյուստրացիաներ եղան եւ այդ լյուստրացիաների շերտերը գնալով այնպես չի որ դադարելա դա այդ նույն ձևի եկանք հասանք մի օր որ պարզվեց որ հոգեվորականները բավականին քաղաքական խոսք ունեն ասելու եւ տարօրինակորեն համընկան բոլոր այն ուժերի հետ ծառայող որոնց որ եւ իրանց խոսքը համընկավ հենց այդ ծառայող ուժերի խոսքի հետ այդ ոնց ստացվեց ինչպես եղավ այսօր մի դրվագ տեսա Էդմոն Մարուկյանը ասում է մեր ամենամեծ լոբիստական ասում է ցանցը ես ընդունում եմ իսկ ինչ լոբիի մասին է խոսքը այսինքն կարծում եք այսպես ասած հոգեվորականներ եւ Հայաստանի խորհրդարանական ընդդիմություն կապը կա որոշ հոգեվորականներ որ ասում եք ինչպես զուգադիպես նրանք քաղաքական հայտարարություններ սկսեցին անել քաղաքական հայտարարությունները սկսեցին անել եւ քաղաքական խոսքը նույնն էր իհարկե շատ ավելի գեղեցիկ բառապաշարով, որովհետև մարդիկ ոսկեղենիկ հայերենի են տիրապետում իրենց կրթության արդյունքում, բայց մտքերը ոսկեղենիկ չեն բացարձակ։ Եվ կարծում եք եկեղեցին չէ, այստեղ տարանջատ ենք որոշ հոգեվորականներ, Հայաստանի Հանրապետության ակնհայտ է, որ որոշ հոգեվորականներ եւ եթե նայեք դա sense ինչ որ կլանային մի հատ բան կա մեջը ոչ թե եկեղեցու ամբողջ, բնավ ոչ։ Ես հիմա երբ այսպես ասեմ, երբ մեր քաղաքական իշխանության գլուխ դա այդ կլանային համակարգներ, հո ամբողջ պետական համակարգը այդ նույնը չէր։ Չէ, ինչ որ sense մի հատ sense որոշ միավորների, այսպես ասած, մի հատ ցանց է, որը պարտադրում է ողջ համակարգին գործել X կամ Y ձևով, այսինքն իր իշխանությամբ Կարծում եմ, այս նույն տրամաբանությունն է եւ հենց դատեղից էլ եկել այն, որ հոգեվորականը հայտարարեց այն մասին, որ իրեն ստիպել են, պարտադրել են հավաքների մասնակցել։ Ինչը այո, մեր օրենքով արգելված է, պատժելի է, եթե չեմ սխալվում, քրեական նույնիսկ հանցագործություն է։ Եվ հիմա ասել, որ վայ, հոգեվորականի են բռնել, հոգեվորականն է արել այդ արարքը։ Չեմ հասկանում որտեղ է խնդիրը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։